Չնայած հայ-թուրքական փակ սահմաններին և չստացված քաղաքական երկխոսությանը, Ինտերնյուսի կազմակերպած մեդիա երկխոսություններն արդեն կայացել են։ Դեկտեմբերի 7-ին The Club ակումբում ֆիլմերի ցուցադրություն էր, որով ազդարարվեց երկխոսության ծրագրի ավարտը։ Նախագծի շրջանակներում կազմակերպվել են հայ և թուրք լրագրողների փորձի փոխանակություն, համագործակցություն տարբեր լրատվամիջոցների միջև, ինչպես նաև ավտոբուսներով շրջագայություններ Անկարայից Երևան։ Ցուցադրությանը ներկա էին ինչպես հայ, այնպես էլ թուրք հեղինակները։ Այն, որ հիմա ներկա եք, կոչվում է ուսանողական համատեղ ֆիլմերի արտադրություն։ Նրանք 6-ական ուսանողներ ընտրվել են, որոնց որ հնարավորություն ենք տվել նկարել իրենց ֆիլմը հարևան երկրում։ Հայերը Թուրքիայում, թուրքերը այստեղ։ Դրանք ոչ քաղաքականացվել են, ոչ բան, բայց կան ֆիլմեր, ասենք, որտեղ որ ուրեմն ցեղասպանության մասին է խոսվում, ֆիլմ կա օրինակ Պոլսահայ մի երիտասարդ Բուրակ Փեքսեզերը, որ ազգությամբ հայ է, ինքը արել է, ասենք, Նոր Անադոլու ֆիլմը, որը այսօր կտեսնենք, դա այսպես ասած Երևանի թաղամասների եւ Թուրքիայի համապատասխան բնակավայրերի անուններն են, այսինքն Մարաշ, Կիլիկիա, Արեշ, չգիտեմ ինչ բան, որ թուրքերի համար շատ տարօրինակ է։ My film about is Ararat. Իմ ֆիլմը պատմում է Արարատ լեռան մասին։ Այս վավերագրական ֆիլմի գաղափարը դեռ վաղուց ունեի եւ այս նախագիծը ինձ տվեց հնարավորություն այն իրականացնել։ Ես գիտեմ, որ Արարատը շատ մեծ նշանակություն ունի հայերի համար, իսկ թուրքերի համար այդ կարեւորությունը չունի։ Իմ ֆիլմը հենց դրա մասին է։ Սեկ Կիրակոսյանը մասնագիտությամբ ռեժիսոր է, բայց զբաղվում է լրագրությամբ։ Իր ֆիլմի համար համագործակցել է թուրք օպերատորի հետ։ Նա օգտագործելով ֆոլկլորը ստացել է հետաքրքիր սցենարական լուծումներ։ Ես որոշեցի ընդհանուր Ստամբուլի մասին ֆիլմ անեմ։ Որպեսզի դա ֆիլմ դառնա, փորձեցի հասկանալ, թե ինչ ձևով կարող եմ մոնտաժել այդ նկարանած մատերիալը։ Որոշեցի վերցնեմ Զահրատի Ստամբուլում ապրած ու ստեղծագործած Զահրատի բանաստեղծություններից, գրել այդեպ հայերեն լեզվով ու քաղաքը ցույց տամ Զահրատի բանաստեղծությունների միջոցով։ Եթե ես դա չտնեի, գուցե ինքը լիներ զուտ թուրքական ֆիլմ, այսինքն ես մեջի կերևայ ոչ մշակույթը։ Այս դեպքում արդեն հայկական թուրքական մշակույթները փորձեցին կապել իրար։ Նկարահանված ֆիլմերը 12-ն էին, որոնցից 6-ը հայ, իսկ մյուս 6-ը թուրք հեղինակների աշխատանքներն էին։ Տաթևիկ Ղազարյան, Աննա Փափազյան, Civilnet։